Այսօր մեզ է միացել տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը, բարև ձեզ։ Նախ փորձենք հասկանալ ինչ է կատարվում Թուրքիայում։ Ձերբակալվել է Ստամբուլի քաղաքապետը Էքրեմ İmamoğlu, Ինչ կա դրա տակ։ Ես կարծում եմ բնականաբար ներքաղաքական process-ն առաջին հերթին, այսինքն փորձ է արվում Էրդողանի կողմից փորձ է արվում հաջորդ ընտրություններին ընդառաջ շուտ չէ։ Չեմ կարծում։ Ժամանակն է ճանապարհը հարթել արդեն ուրեմն իր քաղաքական ժառանգորդների համար եւ քանի որ նրանք այս հարցում անփորձ են լինելու, պետք է առաջին հերթին պոտենցիալ հակառակորդներից ազատել այդ ճանապարհը, իսկ İmamoğlu'n ինչպես փորձը ցույց է տվել այս պահին ընդդիմության շարքերում եղած եւ հատկապես ընդդիմադիր ժողովրդահարապետական կուսակցության այսպես մեծ հեղինակություն վայելող եւ հասարակության շրջանում ամենամեծ հեղինակություն վայելող դեմքից է։ Կարծում եմ ավելի շատ ներքաղաքական այս եւ քանի որ ժամանակահատվածն է բավականաչափ կարեւոր, դուք նշեցիք շուտ չէ, գուցե շուտ է, բայց այս պահին Թուրքիայի ներսում եղած իրողությունների համատեքստում եւ Էրդողանի վարկանիշի հատկապես Սիրիայից հետո արձանագրված դեպքերից հետո եւ այդ համատեքստում բնականաբար ամենահարմար ժամանակահատվածն է, քանի որ եւ քրդերի հետ կապված իհարկե, քանի որ այդ եղանակով կրկին գործող նախագահը բավականաչափ բարձր վարկանիշ է դրսևորում եւ հասարակության որոշակի համախմբվածություն կա եւ սա թույլ կտա այս պահին նման քաղաքական մանևր իրականացնել եւ մարսել։ Դե ձերբակալությունը հետևանքներ է ունեցել։ Օրինակ մարտի 19-ից 23-ը Ստամբուլում արգելվել են հանրահավաքներն ու ցույցերը։ Բնականաբար։ Թուրքիայի ֆոնդային շուկան ու ազգային արժույթը կտրուկանկում են գրանցել, որովհետեւ հակաժողովրդավարական քայլ է իրականացել, բայց տեսնում ենք, որ առնվազն վերջին 10 տարիներին Թուրքիան դրան մեծ կամ Էրդողանի վարչակարգը դրան մեծ ուշադրություն չի դարձնում։ Կրկնում եմ, İmamoğlu'n ամենաբարձր ընդդիմության շարքի ամենաբարձր վարկանիշ ունեցող դերակատարներից է եւ անգամ նախորդ ընտրությունների ընթացքում փորձ արվեց կրկնակքվեարկությամբ թույլ չտալ, որպեսզի նա վերընտրվի Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում, ինչը չստացվեց։ Եվ այս գործիքակազմը, այսինքն օրենքի քրեական գործ կարելու եղանակով, չնայած չի բացառում, որ իհարկե որոշակի փաստեր լինեն այդ անձի դեմ, բայց այս պահին իմ գնահատմամբ իրավիճակն ավելի կամ խնդիրն ավելի քաղաքական է, ներքաղաքական է։ Ամեն դեպքում Էրդողանի իշխանությունը եւ Թուրքիայի ընդդիմադիր հավաքական, ասենք, ուժը ունի վերաբերմունք տարբերվող հայկական հարցի նկատմամբ։ Ես հիշեցի նախընտրական արտահայտությունները այդ խնդրի առիթով, բայց էականը որն է այստեղ Էրդողանը պատրաստ է խնդրի հանգուցալուծման ի վերջո գալ այն հանգրվանին, որի մասին խոսում են արդեն տևական ժամանակ, թե պետք է սպասել փոխվի իշխանությունը Թուրքիայում։ Տեսեք, լավ հարց եք տալիս, ես Թուրքիայի ներքաղաքական հարցերի փորձագետ չլինելով, բայց այնուամենայնիվ վերջին տարիներին ուշ-ուշով հետևելով ներքաղաքական process-ներին եւ իհարկե Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ստաբար կարող ասել, որ սա Թուրքիայի իշխանությունից կախված հարց չէ, որտեղ ինչ իշխանություն էլ լինի, միևնույն է, նույն խնդիրը կանգնելու է նրա առջև, այսինքն Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների խնդիրը զուգահեռ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի եւ այն օրակարգը, որ կա, դա ցանկացած իշխանության դեպքում, այսինքն Ադրբեջանի գործոնը ազդելու է Հայաստանի հետ կարգավորման գործընթացի վրա։ Չեմ կարծում, որ ենթադրենք, եթե ընդդիմադիր տեխնացու եկավ կամ Թուրքիան ընդդիմադիր առաջնորդն է, նա փորձել է Ադրբեջանի հետ
հարաբերությունների այդ ձևաչափը եւ այդ ուրեմն Դե եթե արտաքին սեգմենտում ավելի լիբերալ գործիչներ են գալիս, ինչու՞ կարծում, որտեղ կրկնում Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցը Թուրքիայում ռազմավարական նշանակության խնդիր է։ Այսինքն որևէ կերպ չես համեմատի դա Հայաստանի հետ հարաբերություն։ Չնայած ասեմ, որ ներկայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն էլ ավելի մեծ ռազմավարական արդեն խնդրի մի մաս է, այսինքն Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցությունը մեծացնելու բացառիկ հնարավորություն է, բայց ելի եթե անգամ այս համատեքստում ենք կշեռքի երկու նժարին դնում երկու երկրների հետ հարաբերությունները, բնականաբար Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ ավելի կարևոր են, որտեղ դա թուրքական ազգային այդ պանթուրքիզմի գաղափարախոսության առաջվաման տեսանկյունից Թուրքիան որպես գերտերություն ուրեմն գերտերության տեսլականի տեսանկյունից է անգնահատելի։ Ինչու էր պայմանավորված այդ դեպքում թուրք լրագրողների այցը Հայաստան։ Դե նպատակը ինչպես արդեն նշվել է, պաշտոնապես նշվել է, երկու հիմնական նպատակ։ Առաջինը նախ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումները մեր տարածաշրջանում Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներում Հայաստանի արտաքին քաղաքականության մասով թուրքական մեդիայի միջոցով թուրք հասարակությանը Եվ նկատել եք ինչ մեծ տեղ են տալիս հաղորդումներին։ Բավականաչափ անգամ ակնկալված արդյունքներից ուրեմն գերազանցված մենք փաստացի այս բան արդյունքներ ունենք։ Չնայած մեկ-երկու դեպքերի, երբ որ կարծես թե իմ գնահատմամբ ադրբեջանական կողմի աշխատանքների արդյունքում եղել են իհարկե շեղումներ։ Երկրորդ ուղղության մասն էլ կցանկանամ նշել, տեսեք տևական ժամանակ, քանի որ մեր մասնագետները անընդհատ մշտադիտարկման տակ են պահել թուրքական լրատվադաշտը, այնտեղ ահռելի ծավալի հատկապես ադրբեջանական ազդեցությամբ հակահայկական եւ շատ հաճախ իհարկե իրականությանը չհամապատասխանող թեզեր են գեներացում։ Սա իհարկե իր մասշտաբներով եւ հնարավորություններով անհամեմատելու փորձեր, բայց նաեւ հնարավորություններ մեր ուրեմն թեզերը թուրքական հասարակությանը հասցնելու։ Թուրք նախարարն ասում է, տրանսպորտի նախարարը միջանցքը կանցնի Հայաստանով թե Իրանով, բարձ կլինի առաջիկա ամիսներին։ Ադրբեջանական հռետորաբանության մեջ մտնում է այսպիսի կարծիք։ Թուրք նախարարը Ուրալովի մասն է խոսքը, ինքը վերջին 2 տարիների, եթե չէ 2 տարիների, երբ որ նշանակվեց այդ պաշտոնում, նույն հայտարարությունն է հնչեցնում, թե Թուրքիայում այդ պրոյեկտի մաս կազմող ճանապարհների շինարարության ժամանակահատվածի այս պահին այդ նախագծի ուրեմն շուրջ տեղի ունեցող process-ների մասին եւ թե իհարկե դրա ուրեմն տարբեր երթուղիների մասին, այսինքն նա տեխնոկրատ է, նրան հանձնարարված է հայտարարություններ անել SSS թեմաներով եւ նա կրկնում է այդ ուրեմն հայտարարությունները երբեմն օգտագործում է միջազգ եզրը, երբեմն օգտագործում է ուղի եզրը եւ այլն, այսինքն իր հայտարարության մեջ որպես քաղաքական ինչ որ խորքեր գտնել այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ կրկնում տեխնոկրատ է եւ անընդհատ կարծես թե պարզապես Թուրքիայի դիրքորոշումն է հիշեցնում այս ծրագրի հետ կապված։ Մյուսը ռուս-ամերիկյան բանակցություններում Իրանի հարցն է։ Տպավորությունն այնպիսին է, որ Մոսկվան հանձնում է Իրանին։ Ես նման կերպով չէի գնահատի, որովհետև նախ Իրանը Մոսկվայի կամ Ռուսաստան-Իրան հարաբերությունները հաշվի առնելով փոխադարձ պարտավորությունները այն մակարդակի վրա չեն, որ Ես նկատի ունեմ Թրամփի հետ ուղիղ այդ համաձայնությունը։ Բայց դա այն մակարդակի վրա չեն, որպեսզի մեկը մյուսին հանձնի։ Իսկ Ռուսաստանը որևէ անվտանգային մասով որևէ պարտականություն, պարտավորություն
չունի Իրանի Տրամպը խնդրել է Պուտինին միջնորդ հանդիսանալ իրանական հարցում։ Տեսեք, այստեղ շատ կարևոր է, որովհետև Տրամպի պաշտոնավորման շրջանը ուրեմն բավականաչափ կարևոր ժամանակահատված է լինելու Իրան-Արևմուտք եւ Իրան-Իսրայել հարաբերությունների համատեքստում։ Այսինքն խնդիր է դրված Իրանից Իսրայելի համար Իրանից բխող բոլոր սպառնալիքների հարցերը լուծել։ Եվ եթե դա տեղի չունենա դիվանագիտական հարթությունում, ապա չի բացառում, որ դա ունենա ռազմական հարթություն։ Հիմա նախորդի անցած օրերին մենք տեսանք, որ առաջին փորձը կարծես թե ուրեմն իրանական կողմից Միացյալ Նահանգների հետ երկխոսելու առաջին փորձը ձախողվեց տարածաշրջանային երկրներից մեկի, եթե չեմ սխալվում, պարսից-սոցիալ-արաբական երկրներից մեկի միջոցով Տրամպի նամակներ ուղղվել Իրանի գերագնահատի որը դեռ քննարկում են։ Առաջին արձագանքից դատելով կարծես թե Իրանը մերժել է այդ բանակցելու առաջարկը եւ չի բացառում, որ Ռուսաստանին այս հարցում Ռուսաստանին դիմելու հանգամանքը պայմանավորված է իհարկե նաեւ Ռուսաստանի կշռով եւ Ռուսաստանի ազդեցությամբ եւ նաեւ Ռուսաստանի դերակատարմամբ Իրանի հետ կապված մի հատկապես միջուկային ծրագրի հիմնախնդրով։ Այստեղ կարևոր է նաեւ թե Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները ինչքան առաջ կգնան, այնինչ երեք է մեկնարկել, ակնարկս այդ մասին է, եւ երկու մտնեն Կովկաս։ Դե Իրանը երևի հենց այստեղ է առանցքային համարվում, չէ՞։ Իրանի հարցը մի փոքր այլ տեսանկյունից պետք է դիտարկել, այսինքն Իրանի խնդիրը դա ավելի Միացյալ Նահանգների մերձավոր-արևելյան քաղաքականության համատեքստում է, այլ ոչ հարավկովկասյան, եւ այստեղ ես անդրադառնալով ձեր այդ երեկվա բանակցություններին, կարծես թե դրանք չնայած կողմերի բնական է, որ ցանկացած նման բանակցության գնահատականները բավականաչափ բուն կողմերը միշտ անգամ շատ հաճախ ուռճացված դրական է ներկայացնում, բայց ես չէի շտապի այդքան դրական որակել, որովհետև կարծես թե ամենասկզբունքային հարցը, որ փորձ էր անում ամերիկյան վարչակազմն առաջ մղել, դա մեկամսյա հրադադարի հաստատումն էր, որը ըստ էության չի ստացվել, հա, ինչ որ մի ուղղությամբ էներգետիկ ենթակառուցվածքներին չթիրախավորելով եւ այո, ծովային ուրեմն թիրախներից հրաժարվելու մասին է, բայց հիմնական կարծես թե պայմանավորությունները չկան, իսկ սա նշանակում է, որ process-ը բավականաչափ բարդ է ընթանում։ Դա ես նկատի ունեմ Վաշինգտոնի, միգուցե նաեւ անսպասելի ակտիվությունը Կովկասի ուղղությամբ հայտնի գրառումը ազգային անվտանգության հարցերով Թրամփի գլխավոր խորհրդատուի, որ ստորագրեք համաձայնությունը Բաքվին ուղղված եւ ազատ արձակեք պատանդներին ու ռազմագերիներին։ Դա ինչ որ բանի մասին չէ։ Դա խոսում է ինչ որ բանի մասին, դա կարծես թե եզակի անդրադարձներից էր Միացյալ Նահանգների վարչակազմը, այո, առաջին ըստ էության անդրադարձներ թեմային, բայց այստեղ ես երկու հանգամանք կառանձնացնեմ, առաջինը նախ այն, որ այդ այսինքն միջազգային բազմաթիվ անդրադարձների համատեքստում, որը այսինքն որը իմ գնահատում եւ կարծես թե այդպես էլ կա Հայաստանի կողմից իրականացված տնային աշխատանքի արդյունքում էր, այսինքն կարծես թե փորձ է արվել անակնկալի բերել Բաքվին, միաժամանակ համաձայնելով այդ երկու հոդվածների հետ փաստաթղթի ուրեմն այդ ադրբեջանական կողմի առաջարկները եւ զուգահեռաբար նաեւ միջազգային հանրության ուշադրությունը այսպես շատ մեծ մասշտաբով ներկայացնել գործընթացը, միանգամից երկու կողմերի հայտարարությունից հետո մենք տեսանք տասնյակ երկրներ ողջունեցին process-ը, որը կարծես թե անսպասել էր եւ նյարդայնացել է Բաքվին եւ այս արշավի կազմակերպման համատեքստում բնականաբար չի բացառում, որ առաջինը այդ Միացյալ Նահանգների անդրադարձը հենց այդ համատեքստում է, երկրորդ իհարկե չի բացառում, որ Միացյալ Նահանգները, որ կա խնդիր, եթե կողմերը գնում են վերջնական արդեն համաձայնագրի փաստաթղթի ստորագրման, կա միջնորդի, այսինքն ստորագրման վայրի
խնդիր, այդ ինչու ոչ նա միջնորդի խնդիր, որը ուրեմն կտրամադրի հարթակը ստորագրման չի բացառում, որ Միացյալ Նահանգները փորձում է այդ դերակատարումը ինքը ստանձնել, բնականաբար դրանով նաև նպաստելով եւ մեծացնելով Դոնալդ Թրամփի հեղինակությունը, այդ իր արճակած խաղաղության, իրենց արդեն ամերիկյան խաղաղության օրակարգի համատեքստում։ Վաշինգտոնի կողմից այդ միջամտությունից հետո Բաքուն հետ քայլի նշաններ է ցույց տալիս, եթե համաձայն ես իմ այդ ձևակերպման հետ, եւ նաև նորություն էր ինձ համար այդ ադրբեջանցիների հետախուզում հայտարարելը, որոնք ապրում են արտերկրում, մեկ տասնյակից ավելի մարդկանց մասին է խոսքը, որոնց մեջ է նաև Հեյդար Ալիևի ժամանակ Միլի Մեջլիսի նախագահ Գուլիևը։ Ես դա այդ ֆոնին եմ դիտարկում, հաշվի առնելով, որ Գուլիևը ապրում է Միացյալ Նահանգներում, Բաքվում էլ ընթանում է հայ պատանդների եւ ռազմագերիների դատավարություն։ Նայեք, այստեղ մեկ այլ խնդիր կա, այսքան փաստացի Միացյալ Նահանգները մտել է խաղի մեջ եւ դե Բաքուն է խաղը առաջարկում։ Չէ, Միացյալ Նահանգները մտել է խաղի մեջ, Բաքուն տեղավորվում է այդ խաղի համատեքստում։ Որտեւ տեսեք, եթե Միացյալ Նահանգները մտել է խաղի մեջ եւ հստակ կոնկրետ հարցեր է առաջադրել, ստորագրել Հայաստանի այդ փաստաթուղթը եւ նաեւ ազատել ուրեմն գերիներին, հա, բնականաբար հաշվի առնելով Ադրբեջանի կողմից վերջին ամիսներին գործադրվող ջանքերը Միացյալ Նահանգների հարաբերությունները վերանայելու ուղղությամբ, ինչ եմ կարծում, որ Ադրբեջանը կգնա կտրուկ քայլի, եթե Վաշինգտոնը հետևողական լինի, Ադրբեջանը կգնա ուրեմն մերժելու, հա, որտեղ էլի կշերքի նժարին տարբեր խաղադրույքներ հիմա կբացատրեմ թե ինչ։ Այսինքն եթե այնուամենայնիվ Միացյալ Նահանգները հետևականություն դրսևորում մտնում է խաղի մեջ եւ պահանջում է, որպեսզի այդ մարտիկ այսինքն մեր այնակիցներն ազատ արձակվեն, բնականաբար Բաքուն էլ փորձել է օգտվելով իրավիճակից իր առաջարկներն անել, որպեսզի պատասխան դրա օրինակ իր համար կարևոր անձինք Միացյալ Նահանգներից արտահանձնեն Բաքվին։ Հիմա թե ինչու չի կարող Բաքուն մերժել, շատ պարզ պատճառով տևական ժամանակ է, արդեն մի քանի ամիս Ադրբեջանը փորձում է հատկապես Իսրայելի ջանքերով Միացյալ Նահանգների հետ նոր որակի հարաբերություններ ձևավորել եւ անգամ խոսքի գնում Ադրբեջան-Իսրայել Միացյալ Նահանգներ առանցքի ձևավորման, որը թե անվտանգային տեսանկյունից Ադրբեջանի եւ թե ընդհանրապես տարածաշրջանային ազդեցության տեսանկյունից բնականաբար Ադրբեջանի կշիռը շատ ավելի կբարձրացնի, այսինքն երբ որ գա պահը ուրեմն սակարկելու եւ կշիռքի նժարին դնելու թե Ադրբեջանի համար որն է կարևոր Հայաստանի հետ ինչ որ հարցում կրկին կամ Հայաստանի ուղղությամբ ինչ որ հարցում զիջում անելը, թե Միացյալ Նահանգներին մերժելը, կարծում եմ այստեղ այն աստիճան կարևոր է Միացյալ Նահանգների հարաբերությունների նոր որակի հարաբերությունների հաստատումը, որ գուցե Բաքուն գնա անգամ այդ դատավարության թատրոնից հրաժարվելու ուղղությամբ։ Այսինքն կան վկայություններ, որ Ադրբեջանը գնում է պայմանագիրը վիճեցնելու ճանապարհով։ Թե փաստացի վերջին օրերին այդ ապատեղեկատվությունը սահմանային լարվածության հետ կապված դրա մասները կան։ Ես այնուամենայնիվ, եթե դուք նկատի ունեք, որ Միացյալ Նահանգների միջամտությունից հետո Ադրբեջանը զիջում է կամ թուլացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումները, ես դա չեմ նկատում, հակառակ միտումն եմ անգամ նկատում, որ Ադրբեջանը մեծացնում է ռազմական ուժի սպառնալիքի գործադրման այդ միջոցով ճնշումը եւ նպատակը ուրեմն կարծես թե Հայաստանի կողմից այս խաղաղության համաձայնագրի ստորագրմանը միտված արշավը այս պահին ուրեմն դադարեցնելն է
հակառակ դեպքում անգամ Բաքուն կարծում որ պատրաստ է որոշակի սահմանափակ էսկալացիայի, ուրեմն այդ օրակարգը այս բանը չեզոքացնելու, որտեղ Ադրբեջանի համար այս բանը որևէ ուրեմն Ադրբեջանի համար այս բանը որևէ կարևորություն չունի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Այսքան շնորհակալություն։ Արմեն Պետրոսյան, տարածաշրջանային հարցերով փորձագետ։